Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, գարունը իսկական բույսերի աճման համար ռեստարտի ժամանակ է, որովհետև փոխվում է լույսը, փոխվում է ջրելու հաճախականությունը, բույսերի վեգետացիան է սկսում, սակայն բույսերը դեռևս քնած վիճակում են, եւ եթե մենք չիմանանք ինչպես օգնել նրանց նոր պայմաններին հարմարվելու համար, ապա նրանք երկար կարող են քնել։ Եկեք այսօր քննարկենք ինչ հաճելի հոգսեր ունեն գարնանը եւ ինչպես օգնենք բույսերին նոր պայմաններին հարմարվելու, ակտիվացելու եւ ամբողջ տարին առողջ լինելու համար, որովհետեւ գարնանային հոգսերը ոչ միայն գարնան համար են, այլև հոգում են բույսի առողջության մասին ամբողջ վեգետացիայի եւ նույնիսկ ձմեռման ընթացքում։ Այսօր ես ունեի որոշակի ժամանակ եւ որոշեցի զբաղվել իմ բույսերով։ Այնինչ ես պիտի անեմ, հավանաբար անհրաժեշտ է իմանալ նաև ցանկացած բուսասերի, որովհետև պիտի ջրեմ բույսերս, այլ ռեժիմով արդեն դնեմ ավելի լուսավոր տեղ, բայց ոչ արևի տակ, որովհետև գարնան արևը շատ վտանգավոր է, որոշ բույսեր հանեմ պատշգամբ եւ կասեմ դրանք որ բույսերն են, ինչպես նաև պիտի զբաղվենք պարարտացումով։ Սակայն մինչ այդ ստուգեք ձեր բույսերը, եթե բույսի վրա կա որևէ վնասատու, իսկ դա արտահայտվում է շիրայի տեսքով, ապա առաջնահերթ նախ անում ենք սրսկում վնասատուների դեմ, կարող եք անել նաև դա պրոֆիլակտիկ, դե ինչ սկսենք, նախ խոսեմ լույսի մասին։ Գարնանը ցերեկային օրվա տևողությունը երկարում է, հետևաբար բույսերը սկսում են ավելի ակտիվ ֆոտոսինթեզ անել։ Մի շտապեք բույսերը դնել ամենաարևոտ տեղը, որովհետև գարնան արևը, ինչպես նաև ամռան կեսօրվա արևը, ամենավտանգավորն են բույսերի համար։ Լույսից ելնելով փոխվում է ջրային ռեժիմը։ Հիշում եք, եթե նայել եք հաղորդում, ես ասեցի, որ ձմռանը բույսը անհրաժեշտ է ջրել առավոտ վաղ, որպեսզի ցերեկային օրվա ընթացքում, ցերեկային ժամերին ինքը կարողանա գոլորշիացնել եւ արմատային փտում չլինի։ Գարնանից սկսած, երբ օրերը տաքանում են, հարկավոր է բույսը ջրել երեկոյան, որպեսզի երկար մնա արմատների մեջ, իսկ առավոտյան ավելի ակտիվ ֆոտոսինթեզ անի։ Ինչ վերաբերում է պարարտացմանը, այսօր ես ձեզ ուզում եմ ցույց տալ, պիտի պարարտացնեմ իմ անտուրումը, բայց գիտեք ինչով, ձվի կճեպով եւ մի հրաշալի նյութով, որ կա բոլորիս տանը, դա դարչինն է, կարիցա, տեսեք իմ ձվի կճեպը, չկարծեք տարօրինակ գույն ունի, ես հավաքել եմ զատիկի ձվի կճեպները, որովհետեւ կրկնակի օգտակար է, տեսեք ներկված է միայն եւ միայն սոխի կճեպներով, որը արդեն բազմաթիվ մետաղներ է պարունակում իր մեջ, միկրոէլեմենտներ եւ իհարկե կալցիումը, որը շատ անհրաժեշտ է բույսի համար։ Եկեք սկսենք դրանից։ Եվ իհարկե, ինչպես ասացի, պետք է ավելացնեմ դարչին։ Ինչու համար։ Դարչինը շատ լավ հակասնկային, հականեխման, հակափտման հատկություններ ունի, հակաբորբոքային, եւ եթե ես այն խառնում եմ նաեւ մի փոքր էսպես, համարյա ինչքան ասեմ, գթալի, պոտավորապես եմ խառնում, թեյ գթալի կիսով չափ, շատ անուշել հոտ ունի, եւ հետաքրքիր էսպես նախաճաշ եմ սարքում իմ բույսի համար, այնուհետև դնենք էսպես էս կողմ, անտուրումը, որը արդեն գրեթե ջրելու ժամանակն է հողը, իսկ ինչպես են կողմնորոշվում, տեսեք, չի կպչում ընդհանրապես, երբ ձեռք եմ տալիս, չի կպչում ձեռքիս, այսինքն խոնավությունը արդեն ճիշտ ժամանակն է ջրելու, խառնում եմ հողին անմիջապես, այսպես փորեմ մի քիչ եւ շրջանաձև կալցիումը խառնում եմ հողին։ Իհարկե սա շատ է, մի փոքր էլ կպահեմ մանուշակներիս եւ կրասուլաներիս համար, հողի հետ խառնելուց հետո այսպես լավ
Աստիճանաբար ամեն ջրելով ինքը քայքայվում է եւ հրաշալի սնուցում է։ Տեսեք, այս անդուրումը միշտ ասում եմ, այնքան երկար է ծաղկում, որ նույնիսկ ծաղկամանը փոխելու համար չեմ գտնում հարմար ժամանակ, որից հետո անմիջապես անհրաժեշտ է նրան ջրել սենյակային հավաքած ջրով, դե այդ մասին արդեն բազմիցս ասել եմ եւ գիտեք, եւ անպայման ցողել տերևները։ Ջրում ենք առատ, լավ չորանալուց հետո եզրերով, որ ջուրը հասնի միջև արմատների, արմատամազիկներին նույնիսկ։ Ահա, սա դնենք մի կողմ եւ հիշենք, որ գարնանը ցանկացած բույսի ջրելու հաճախականությունը եւ ջրի քանակը անպայման կիսով չափ ավելանում է ձմռան համեմատությամբ։ Հիմա եկեք հասկանանք, որ բույսերն է առաջնահերթ կարելի տանել պատշգամբ կամ այգի։ Դրանք հիմնականում ցիտրուսներն են, մանդարին, նարինջ, լիմոն, կալամանդին, բոլորը կարող եք տանել կումկվատ, սակայն գարնան շատ ուժեղ արևի տակ աշխատեք չդնել, հետագայում արդեն աստիճանաբար կարող եք փոխել ավելի լուսավոր տեղ։ Կարող եք տանել գրասուլաները, բոլոր տեսակի կակտուսները, սուկուլենտները, ինչպես նաև չինական վարդը, որոշ ծառեր, միշտ ապեք դուրս հանել դրանց հենաները եւ ավելի ջերմասեր բույսերը։ Ես պետք է պատշգամբ դնեմ արդեն իմ գրասուլան, բայց մինչ այդ, քանի որ ասեցի գարունը հրաշալի ժամանակ է նաև բույսերի բազմացման համար, ուզում եմ ձևավորել գրասուլան, տեսեք ինչպես է աճել, այս մասը ինձ այնքան էլ դուր չի գալիս, որտեղ նախ շատ ծանրացել է, երկրորդը մի գաղտնիք հասեմ, ուզում եմ փորձեմ բոնսայ պատրաստել, հիմա կկտրեմ եւ կտնկեմ բույսը, իսկ հետագայում մենք միասին կփորձենք նաեւ այդ արվեստը։ Մեզ ինչ է անհրաժեշտ։ Նախ ախտահանում ենք, չմոռանանք միշտ ախտահանել գործիքները օգտագործելուց առաջ, ահա այսպես սպիրտով ախտահանում ենք եւ տեսնեմ, այս ճյուղն եմ ուզում կտրել։ Շեղությամբ կտրում եմ ճյուղը, այսպես, այնուհետև անմիջապես վերքը փակում եմ ածուխի փոշիով, տեսեք, այսպես լավ վերքը փակեք, որպեսզի որևէ վարակ չանցնի, բույսը իրեն վարդ չզգա, այնուհետև նույն կերպ վարվում եմ այս կտրոնի հետ, դարձյալ մի փոքր ածուխ եմ, ածուխի փոշի եմ մանրացնում եւ թաթախում իրեն եւ հիշեք, որ սուկուլենտները չարժե դնել ջրի մեջ, սա կարող եք արդեն մի կողմ գործողությունը արեցինք, սուկուլենտները ջրի մեջ դնել չարժե, միանգամից կարելի է տնկել հողում։ Դրա համար վերցնում ենք փոքր ծաղկաման, այսպես անպայման անհրաժեշտ է անցքանել եւ որքան անցքերը, այստեղ արդեն անցքերը կան, անելու կարիք չկա։ Տակը լցնում ենք դրենաժ, տվյալ դեպքում ես ունեմ շատ ավելի լավ դրենաժ, դա կերամզիտն է, այսպես կլոր հատիկների տեսքով, որ եթե ավելորդ հանկարծ ջրենք, ապա ջուրը կարողանա վերցնել իր վրա։ Այստեղ երկրորդ դաշնիցներ կա կերամզիտ օգտագործելու։ Քանի որ սուկուլենտ բույսերը սիրում են ցածր ծաղկամաններ, այստեղ մի քիչ բարձր է, որտեղ հետագայում ես պիտի գործողություն անեմ, ես շատ եմ լցնում դրենաժը, այսպես, եւ չփտելու համար ավելացնում եմ նաեւ ածուխի փոքրիկ կտորներ։ Իմիջայլոց սա օգտագործեք սիրելիներս բոլոր բույսերի համար, որտեղ եթե ավելեք ջրում, նախ ինքը նաեւ պարարտանյութի դեր է կատարում ինչ-որ չափով, ահա ավելացրեցի, ավելացնում եմ հողի շերտ, իսկ հողը, տեսեք, այստեղ լավ հողախառնուրդ է, պերլիտով, սևահող, կոկոսի տորֆ եւ մանր դրենաժ։ Եթե պատրաստում եք, ապա այս 4 կոմպոնենտները անպայման արեք։ Ավելացնում եմ հողը, ինչ լավ հող է, ոնց եմ սիրում հողի հետ խաղալ, դուք էլ գրեք անպայման կոմենտներում։ Իդեպ ասեմ, որ շատ շնորհակալ եմ այն հետևորդներին, որոնք գրում են վայ տիկին դոնարա, հետևեցի խորհրդին եւ բույսս արդեն առողջ է, գիտեք, դա ինձ համար մի երջանկություն է, այնպիսի զգացողություն կարծես թե մարդ եմ փրկել, շատ շնորհակալ եմ ձեզ։ Ընդհանրապես բոլոր հետևորդներին, իսկ հատկապես որ գրում են, որ ինչ որ բան փրկել է,
Շատ եմ ուրախանում, անչափ ուրախանում եմ։ Մի փոքր ուզում եմ կորնևին ավելացնել հողին, որը նպաստում է արմատակալացմանը, հենց այսպես կարող եմ անել, մի փոքր էլ այսպես կտրվածքին կարող եմ տալ։ Դե իսկ հիմա մեզ անհրաժեշտ է խոնավացնել հողը, այսպես, տնկումից առաջ, ես հենց այսպես մատով եմ կարող եմ անցքը անել, տնկում ենք մեր բույսը, այս մի ճուղն է կոտրվեց, դա էլ առանցին կդնենք, ամուր սեղմում ենք, սեղմելուց հետո իհարկե հողը նստում է, մի փոքր կարող ենք հող ավելացնել և վերջ, դնել բույսը ոչ արևի տակ, հիշեք բոլոր նոր վերատնկած բույսերը չի կարելի միանգամից դնել արևի տակ, դնում ենք կիսաստվերում կամ ցրված լույսով տեղ, ջրում ենք, երբ որ արմատակալումը սկսում է արդեն զարգանալ, իսկ ինչպես ենք տեսնում, տերևները արձագանքում են, երբ մի փոքր տերև է առաջանում, երբ մի փոքր զգում եք, կարող է նույնիսկ բույսը ծաղկել, նշանակում է արդեն գործողություն է գնում, բույսը աշխատում է, արդեն կարող եք տեղափոխել իրեն համապատասխան տեղ, բույսեր կան սիրում են պայծառ ցրված լույս, բույսեր կան սիրում են կիսաստվեր, դնում ենք ճիշտ տեղը։ Սիրելիներս, այսքանը, սա էլ կտնկեմ փոքր ծաղկամանի մեջ, և կփորձենք ձևավորելով այս բույսը արդեն արմատակալելուց հետո ստանալ փոքրիկ բոնսայ։ Խնդրում եմ գրեք ձեր հարցերը, գարնանը շատ աշխատանքներ կան նաև այգիներում։ Ես ժամանակ առ ժամանակ կարճ հոլովակներ եմ տեղադրում նաև այն մարդկանց համար, այն բուսասերների, ովքեր ի տարբերություն ինձ ունեն պարտեզ, ունեն այգի և աշխատանքները եռում են, այնպես որ հետևեք հաղորդումներին, տվեք ձեր հարցերը, ես միշտ հաճույքով պատասխանում եմ դրանց, մնացեք բարյավ և հրաշալի խնամեք ձեր բույսերը։ Իսկ մենք դեռ շատ բաներ ունենք սովորելու միմյանցից։